Պապի։ Սպասելի այդ տղա։ Այս անտերը նորմալ չի կարում, ներվերս խախտվեց։ Արի հացկեր հետո կանես էլի։ Չէ, ամփերի։ Հանար։ Լավ, բարի լույս։ Լույսներս բարի։ Ինչ կա։ Հեչ, երկու հոգի կա, որ կոնկրետ խեղտվում են։ Լույսներս բարի։ Ով ես դու։ Բիձն ով։ Ինչա կատարվում։ Տո ես շատ գիտեմ, ջրիկացան գրեն մեջտեղ։ Հեսա երկուսիդ գլուխներն ես կխփեմ, զրնգոցը միջև նարենցտուն կլսվի, արա հանգստացակ։ Լույսներս բարի Լեո ջան։ Բարու մեջ մնաս մանան ջան։ Արա խելոք մնացեք։ Դավ ինչ ա եղել։ Բան չէ, նարդև այ ջրիկացել են, ցինիկացել են, ինչ անեմ։ Նարջան բաչի բացար։ Դավոյն տրամվի պար գործ եք տեղավորել։ Աշխատավարձնել 500 ռուբլի։ Հա ու ձեր հարսանիքից հետո ձեզ ուղարկելու ենք Մինվոդի Սանատորիա։ Կարող եմ այդ դրջանակ։ Մեռնեմ, թե հասկանում եմ ինչ եք խոսում։ Դու գիտես իրանք են հասկանում նար։ Էս շշ խոսում են։ Լավ, լսի հլո, ուզում եմ օդանավակայան գնամ։ Նարա ջան, դու ինչի ես ուզում գնաս օդանավակայան։ Լեայինց դիմավորեմ։ Ասենք որ դու չգնաս Լեայինց դիմավորելու, Սամերոտը կարողա չիջնի։ Դավ դե այսքան ժամանակ ոչ կողքին եղա, ոչ էլ գոնե դիմավորելուց գնամ։ Որովհետև քաղաքում չէին, երկրում չէին, դրա համար իրանց կողքը չէր, այ քեզի բան։ Դե դրա համար ուզում եմ գնամ օդանավակայան։ Լավ, նար գնա, ինչ ուզում ես արա։ Դավ մի վարքյան կներես մաման է զանգում, հեսա հետ զանգեմ։ Լավ։ Արա ինչ եք ջրիկացել, արա դուք ապուշ չեք։ Մի խանդա։ Ցինիկներ։ Օրինակ, դուք համար ինչ պատիժ կսահմանեիր։ Իզուր ուրիշների վրա հույս դրեցի։ Պետք է ինքս քեզ գլխից թողոյի բրծնեի։ Հիմա դու ոնց ես նախընտրում։ Մատներդ ընդհանուր ջարդեմ, թե հատ-հատ։ Այս անգամ ուզում եմ քո կարծիքն էլ հաշվի առնեմ։ Պատասխան ես տալը։ Ինչ ես ասում։ Դու լուրջ մտածում ես, որ ստեղից կկարողանաս դուրս գաս ու մի հատ էլ վրեժ լուծես։ Դու հունան մակունցի հետ գործ ունես, այ անլվա։ Դու հլը պետք է ամեն ինչի համար պատասխան տաս։ Այն ամենի, ինչ արել ես իմ ու կնոջս հետ։ Մի պահ դադար ենք տալիս։ Ալո։ Որտեղ ես դու։ Գալիս եմ։ Բախտդ բերեց։ Մեր տհաճ ու ոչ ստանդարտ խոսակցությունը կտեղափոխենք մի ուրիշ տեղ, որովհետև քո նման տականքը չի կարաման աստեղ։ Ու գիտես ինչի, որովհետև ընտանիքս գալիս է։ Այս պարտքս էր, վերադարձրի։
Պապի, ես դուրս եմ գալիս։ Ուր այդպես սիրունացած։ Գնամ թատրոն։ Բայց դու այսօր փորձ չունես։ Դե հա Լիլիթին պիտի տեսնեմ։ Բայց եթե դու փորձ չունես, Լիլիթն էլ պիտի թատրոնում չլինի։ Վայ պապ հարցաքննությանը մեկ էլ չգիտեմ։ Լավ, մի կատաղի։ Սպասի միասին դուրս կգանք, ես էլ եմ թատրոն գնում։ Պայմանավորված եմ, ուր սպասեմ։ Չասեցի մի ժամ սպասի։ 10 րոպե սպասի սուրճս խմեմ, գնանք, տաքսիով կգնանք, չգնաս շոկերին վատանաս։ Լավ, դե դեպքում տուր սուրճդ ես դնեմ։ Արդեն դրել եմ, քեզ համար էլ ավելացնեմ։ Ամել մենակ սուրճ չեմ խմի։ Հետաքրքիր է։ Քեզ նման պապի էլի կա։ Բոլոր թորների համար էլ իրանց պապին ամենալավն է։ Չէ, քեզնից չկա։ Դու մեր համար մենակ պապի չես եղել։ Սպասի բաժակ եմ հանում։ Գրիշ, դու գիտես չէ, որ դու մենակ չես։ Գիտեմ, քուր ջան, գիտեմ։ Ու գիտես չէ, որ դու իմ ամեն ինչն ես։ Ու յուրաքանչյուր դժվարություն այս կյանքում հաղթահարելի է։ Գիտեմ, քուր ես։ Գնացիք։ Տեսար եկա թե չէ մի անգամից դուրս գրեցինք։ Այո, քեզ էինք սպասում գայր սաղ կարգավոր էր ապրես։ Լսի աղջիկ ջան, քեզ չասեցի մեզ հանգիստ թող։ Դու քանի երես ունես, ես չեմ հասկանում։ Լեա հլը թող հանգիստ էլի աղջկան մի հատ։ Գրիշ, Ինչ ցավը տանեմ։ Միակ մարդն է, որ ինձ անկեղծորեն սիրում, այնքան է սիրում, որ հենց հասել աստեղ ինչ ես կօգտում։ Ինձ թվում է հոգնած կնես Լիա ջան, թող ես քշեմ, հա։ Մերսի։ Արտյոմ աղբեր, ես քեզ ինչ եղավ ես դուր ես։ Ես կապել չունի, հա սա։ Չեմ ջոգում։ Կարող է Հունանը հիվանդանոցից դուրս եկավ ու միանգամից բարձրացավ սրան մեջքին ու տարավ։ Թռի ավո։ Թռի քանի քեզ դեղ ոչ մեկ չի տեսել։ Լավ, ես հիմա ինչ անեմ, ոնց գնամ, որ պապին գլխի չընկնի։ Չնայած ինչի եմ շտապում, Նարեն ասեց առավոտն են դուրս գալու, մինչև գան մի քանի ժամ կտևի։ Մանան լավ ես։ Հա, պապ ջան, մի քիչ շոկ է, բայց լավ եմ։ Ոչ շոկի անունը մի տուր, շունչս կտրվում է։ Ես ինչ հաշիվ էր մանան։ Պապի քեզ համբուրելու համար ինչ-որ հաշիվ պետք է լինի, միայն սեր, անսահման սեր։
Սիրում եմ հետևել քեզ աշխատանքի մեջ։ Այսօր աշխատանքի մեջ չեմ։ Իսկ նոր ինչով էր զբաղվեց։ Ընդհանրապես հրահանգներ էի տալիս, ուզում եմ երեխեքիս գալու արդիվ լավ ընթրիք պատրաստել։ Շատ լավ է։ Ես էլ եմ այդ ուզում։ Ուզում եմ մի լավ բան կազմակերպենք, որ լինենք միայն մեր ընտանիքով, առանց որևէ օտար շնչի։ Սոված ես։ Չէ, ապե։ Բան չես շնչից նստել։ Կարաս օգնես։ Ինչ հարցով։ Հեռախոս ա պետք։ Կարաս թե չէ։ Փողին մունատ։ Բարի օր։ Բարև։ Լավ ես։ Լավ։ Երեք խմած էիր ու կատաղած։ Հասկացանք այդ պահը։ Բա հիմա ինչ ես հետս մունաթով խոսում։ Խմած լինելը ինչ կապ ունի։ Ես շատ լավ հիշում եմ ինչ ա եղել։ Ինձ թվաց ձեր տանը ամեն ինչ պարզ էր։ Հասկացանք իրար ու պարտկանչ չունենք։ Էլի չունենք։ Այդ դեպքում ինչի տանուց չես փոխում հետս խոսալուց Վով, թե մոռացար, որ ախպերություն կա մեր մեջ։ Պետք չէր գալու հունան մակունցին փրկել։ Ինձ էլ սենց էլի թողել անպատասխան հարցերի մեջ։ Բա ինչ անեի, թողեի սպանեիր։ Հունան մակունցի հետ հարցերս չպարզեցի քո պատճառով։ Մորիցս էլ պատասխանները չստացա հոպարիտ պատճառով։ Մտածում ես ես եմ կանչել հոպարիս։ Պարապում ես, որ իմ դեմ կռվես, հա։ Ինչի՞ չէ որ դեմ ես։ Վայ, լույս քեզ տեսնողին, Օլգա ջան, ես ինչ ես այսքան ուշանում։ Չէ ցավտա, ել մի հատ նստի։ Հանկարծ չմտածես նեղվում եմ քեզ սպասելուց։ Ինձ թողնես ամբողջ կյանքս քեզ սպասելով կմնամ։ Ուղղակի սուրճն ա տականում։ Այս սուրճը պետք է սառը խմես, որ հովանաս, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ Օլգա ջան։ Սուրճի համար չէ։ Բան չի։ Երեք իմ տանը ճիշտ ժամանակին հայտնվելու համար։ Ահա, այդ հա, ճիշտ ես ասում։ Շատ խառը ու լարված հանդիպում ստացվեց։ Չէի պատկերացնում, որ Լեոին կտեսնեմ ձեր տանը։ Մտածում էի գամ, սիրուն, նորմալ, նստենք, զրուցենք, հասկանանք իրար, աղա որդուդ վերաբերմունքը փոխվի իմ նկատմամբ։ Այ մարդ, մեկ է որ Լեոին չեմ տենում, մնում եմ շվարած։ Մեկա քո այցը իմ փրկությունը դարձավ։ Այ մի ամիտ։ Առաջի հերթին իմ փրկությունը, Օլգա ջան։ Երեք չես պատկերացնի, նենց վատ իրավիճակի մեջ էին ինձ դրել, որ քիչ էր մնում ճշմարտությունը արդեն պատմեի։ Վովան քիչ էր, Լեոն էլ մի կողմից եկավ։ Վայ, փառք տիրոջս, Օլգա ջան, փառք տիրոջս։ Իմ Աստված ինձ ստեղծելուց ճարտար լեզվով ա ստեղծել։ Դա իմ զենքն ա, ցավը տանը։ Գիտեմ, որ պահին ոնց անեմ, որ հաղթած կամ զոհդուս գամ։ Չէ, դե նկատի ունեմ, եթե ես այդ պահին իրավիճակը չփրկեի, հիմա երկուսս էլ մեղադրյալի աթոռին նստած էինք լինելու։ Ոչ քո հոգեվիճակն էին հասկանալու, ոչ էլ ժամանակի ընթացքում իմ անճարությունը։ Հա բայց մեկա չէ, մի օր ճշմարտությունը հաստատ բացահայտվելու է։ Ցավը տանը։ Երկուսս էլ մեզ պիտի շատ ձիգ պահենք, լսում ես, որ այդ ջայները ինչքան էլ փորձեն մեզ կոտրեն, չստացվի։ Նրանք ամեն ինչ անում են, որ մեզ կոտրեն։ Դրա համար լավ կլինի, որ իրարից հեռու լինենք։ Այսինքն, ես ինչ ես ասում, Օլգա ջան։
Հա, ո, ինչքան իրար մոտ ենք լինում, այդքան ավելի է վտանգը մեծանում ու Վովայի մոտ էլ հարցերն են շատանում։ Հա ցավը տամ, ես ընդամենը 3 եկա ու իրավիճակը փրկեցի։ Ինչի համար շատ շնորհակալ եմ, բայց արի իրարից հեռու մնանք, համ էլ Վովան կհանգստանա։ Այսինքն Վովատ հանգստանա, ես անհանգիստ մնամ, հա? Չի կարա տենց բան լինի, Օլգա ջան։ Իմ սիրո հետ խաղալ պետք չի, իմ զգացմունքների հետ խաղալ պետք չի։ Վայավո, շատ սխալ ժամանակ ու մարդ ես գտել սիրո համար։ Ալո, Արամն է։ Սպասում էի, որ կապի դուրս կգաս։ Երկար չեմ կարա խոսամ։ Ասելիքդ ասա։ Հարինց տեսակցության։ Հետաքրքիր առաջարկա։ Խոսելու շատ բան ունենք, բայց ոչ հեռախոսով։ Նենց եմ ես թխվածները հաշվում, ոնց որ առևտուրը խեղդում է, հաճախորդներն էլ լիքն են։ Ինչ էի մտածում, որ մտնում էի սրա տակ։ Վերջ, այսօրվա գործից գոհ եմ։ Գնամ Մանուշակից վերցնեմ ու գնանք։ Կներես, պապի ջան։ Եթե քեզ լավ չես զգում, ես կարող եմ վարել։ Որ ասեմ լավ եմ կխափեմ։ Բայց խնդիրը դրանում չի, խնդիրը այստեղ է։ Չեմ պատկերացնում Գրիշիս այդ անտերի վրա։ Հիմիկվանից ինձ կառավարում եմ, որ տաղուս տեսնելուց չփլվեմ ուղղակի։ Գիտես ինչքան եմ լացել, հատկապես երբ հիվանդանոցում էինք։ Զգում էի, որ հողը ոտքերիս տակից փախչում է։
Բայց հետո հավաքեցի ինձ, հասկացա, որ ես իրավունք չունեմ դժգոհելու։ Նենց իրավիճակ էր ստեղծվել, որ քո կյանքը մազից էր կախված, Գրիշոյի կյանքը մազից էր կախված, բայց Աստված մեզ կրկին հնարավորություն տվեց, մենք պիտի շնորհակալ լինենք։ Ես շնորհակալ եմ։ Բայց որպես հայր դժվարանում եմ Գրիշից պատկերացնեմ այդ անվասայլակի վրա։ Ինձ նման արա, մտածի, որ այս ամեն ինչը ժամանակավոր է։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Գրիշոն քայլի։ Ամեն ինչ անելու եմ տղայիս ապաքինման համար։ Ես շնորհակալ եմ, որ քննման կին ունեմ կողքիս։ Կարող եմ քեզ մի հարց տալ։ Ինչի դու հարց տալուց երբես հարցրել, մի անգամից տվել ես բոլոր հարցերդ։ Արտյոմի հետ է կապված։ Մտածեցի կարող է քեզ հաճելի չլինի։ Կլինի դրա մասին չխոսենք ուղղակի։ Ես չեմ ուզում ձեռքերդ կեղտոտես։ Բայց նաև հասկանում եմ, որ այս հարցին պետքա լուծում տրվի, որ երեխեքին վտանգ չսպառնա։ Այդքանը ես էլ եմ գիտակցում։ Դու էլ արդեն մի քանի անգամ ասել ես։ Կներես քեզ խաբելու համար, պապի ջան, բայց ինքս ինձ խաբել չեմ կարող։ Ես սիրում եմ Գրիշին, երազում եմ թեկուզ հեռվից իրան տեսնելու մասին։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, իմ այս քայլը ճիշտ չի, բայց սիրտը երբեք մտքի թելադրանքով չի շարժվում։ Ես իմ զգացմունքների հետ երկար կռիվ տվեցի, բայց պարտվեցի։ Մանուշա։ Ես սուր գնաց։ Այ քեզ բա։ Էստեղ էլ չի։ Այ մանուշակ։ Որ չվերցնեմ ավելի կան հանգստանա։ Ալո։ Մանուշակ, քեզ թվում է ես երեք եմ ծնվել, հա? Ուր ես? Պիտի միասին տուն գնայինք, ասիր Լիլիթի հետ ես, կամ ուր եք։ Պապի ջան, կներես, ուղղակի շուտ դուրս եկանք։ Ուր դուրս եկաք։ Դե Լիլիթին իրա վարսահարդարը զանգեց, շուտ դուրս եկավ, ես էլ ընկերակցեցի։ Լավ էլի մանուշակ, թատրոնում ես իմացա, որ Լիլիթը այսօր ընդհանրապես թատրոն չի եկել։ Խաբում ես ու չես էլ ամաչում, հա? Պապի ջան, կներես, կգամ կբացատրեմ։ Ուր ես։ Սպասում եմ, որ միասին տուն գնանք։ Չէ, դու գնա, ես կգամ։ Վայ մանուշակ, ոնց որ թե դաստիարակչական ապտակը քո կյանքում շատ պակասություն է անում։ Վայ մանուշակ, մանուշակ։ Նարեկ ջան, բարև։ Բարև ձեզ։ Մալադեց, մեզնից շուտ ես հասել։ Դե ընկերուհուս շատ եմ կարոտել։ Առանց այն էլ ինձ այնքան վատ եմ զգում, որ այս օրերին կողքին չեմ եղել։ Ոչ մեկս կողքին չէինք։ Խեղճ լեասես ծանր օրերը մենակ անցկացրեց։ Ջաչունան, դուք ոնց եք։ Լավ եմ, լավ Նարեկ ջան, ապրես։ Շատ էի ուզում հիվանդանոց գայի ձեզ տեսության, ուղղակի չէր ստացվում։ Թե Սարգսյանները չէին թողում։ Հունան։ Դե Նարեն մեր աղջիկն է, չի նեղվի, չէ՞։ Իրականում նեղանում եմ, որովհետև Սարգսյանները ընդհանրապես իմ ներկայությամբ ձեր մասին չեն խոսել։ Տես ինչ լավ հարց է։ Խելը չամուսնացած ամուսնու ընտանիքը պաշտպանում է։ Չեմ ուզում նկատվեմ, բայց եթե նկատեն էլ ոչինչ, մենակ թե Գրիշին թեկուզ մի պահ տեսնեմ։
Սենց ես անում էլի, որ խանութը չի աշխատում, գործերը դե առաջ չի գնում։ Շատ անհամն ես, բայց հա դու։ Ներսենց։ Չէ լավ, բայց իսկականից ես ինչ ես փակում ես ժամին, թե տեսար որ գալիս եմ, որոշեցիր փագես հաց չուտեմ թանկ նստի հետ։ Նա, տենց էլ որոշել է, բայց ոնց դեռ նույնպես չհասցրեցի։ Արա ախպեր լավ կատակը մի կոմել է, ինչ ես փակում, ես ժամին ով է խանութ փակում։ Որովհետև ախպեր ես։ Ձևի համար մի հատ հաճախորդ այսօր չի մտել։ Այսքան ապրանք եմ սարքել, այսինքն այսքան անիմաստ փող եմ ծախսել։ Ու մարդ չկա։ Ինչ անեմ, ասա, ոնց չգժվեմ, ուզում եմ պրոստը գնամ տուն ու չտենամ այս ամեն ինչը։ Ինգեր հանձնվելը քոնը չի թարգի էլի։ Չգիտեմ, Լեո։ Ինձ թվում է այս գործում մենակ լավ սարքելը կարևոր չի, համով սարքելը կարևոր չի։ Մարդ պետք է ամել բախտ ունենա, էլի։ Արա ես շատ հույս ունեի այս գործի հետ կապված, շատ, բայց չի արդարացնում ոչ մի բան։ Ինչ բացվել ենք 2 օր ենք ընդամենը աշխատել ու դրանից հետո մարդ չկա։ Ախպերս դու չգիտես, որ այդ բիզնեսով այդ ամեն ինչը նորմալ է։ Մի օր կարա չաշխատի, բայց հաջորդ օրը դրա 10 պատիկը կարող է հետ բերի։ Քո ասացի պես կմտածեի, եթե այս ամեն ինչը վարկով վերցրած չլիներ։ Նայ, համ վարկի փողը դիտանք, համ պետքա առևտուր անենք։ Հիմա մի հատ էլ թազա վարկ պետքա վերցնենք, որ այս ամեն ինչը փակեմ, հասկանում ես։ Բա որ դու այդքանը հասկանում ես։ Ում էր պետք իմ Վրաստան գնալը, այդքան փող բերելը տուն։ Դրացա տունը ոչ մի բան չենք անում։ Վերցրու փագի էլի այդ հարցերդ։ Արա Դավո ջան, ես հասկանում եմ։ Դու ավոյից կարաս չվերցնես փող։ Սարիկից էլ որ չվերցնես, էլի կհասկանամ, կտեղավորվեմ, որովհետև Նարեի ընտանիքի անդամն է։ Բայց ես քո աղբերն եմ, հասկացի, Դեյվի, քո աղբերը։ Լավ մի մտածի այդքան։ Նա կոֆե դիր աղբորդ համար նոր դուրս գանք, եթե փակում ես։ Տեր Աստված։ Ավելի լավ էր մեռնայի այդ պայթյունի ժամանակ, քան տեսնես։ Գրիշո։ Տվես ես երդվում եմ։ Անպայման քայլելու ես դու։ Ոնց վստահ մի ասա, պապ։ Շատ էի կարոտել։ Ապրես որ եկել ես։ Ոնց։ Սա ինչ անում Գրիշենց հետ։ Բարև ձեզ։ Գնացի թե չէ Գրիշին դուրս գրեցին։ Լավ եկեք գնանք տուն։ Ես տուն չեմ գալիս։ Ես մանան ես տուն տարեք։ Գրիշո, քեզ հիմա չի կարելի նյարդայնանալ, անհանգստանալ։ Իսկ այդ աղջկա այդ հանդիպումը, չեմ ասում իր ընտանիքի հետ բախումը, քեզ վրա վատ կանրադառնա։ Ես գնացի։ Քեզ առողջություն, Գրիշ։ Ցտեսություն։ Տղա ջան, պետք է քո սխալների վրա սովորես։ Որ հիմա այս վիճակում ես ամեն ինչի մեղավորը հենց այդ մանանը դա։ Պապ ջան, թույլ կտաք ինքնուրույն որոշումներ կայացնեմ, հասկացանք էլի։ Չէ, Գրիշո։ Եթե դու ինքնուրույն չես կարողանում ճիշտ Ունան։ Լավ։ Լեա, ինձ տանում ես մանան ես տուն, թե տաքսի կանչեմ։ Ես ինչ բան եք։ Տանջում ա թորն այդ պապի։ Բա ուզում է բոր շուտի, համել ուզում է չտանջվի, տենց չի դնում։ Պայմանավորվել ենք, ինքը պարապում է, ես հաց եմ սարքում։ Ապրեք, լավ, լավ։ Բամանան վրա չի եկե։
Պապի քո է չէ մանանը։ Հա, միասին էինք։ Իբր Լիլիթին պիտի տեսներ։ Մենակ չասես խափել թռելավ։ Մտածում եմ այդ ինչ շեր անում, էլի ում պիտի տեսներ, որ ինձ խափել է։ Ասես կգամ տուն կասեմ ու չկա։ Եթե ինչ-որ խորհրդավոր բան կա, ու մանանը չկա, նշանակում է օդանավակայանը գնացել։ Հաստատ, այդպես ես կարծում։ Հələ մի րոպե։ Նարեն էլ պետք է գնար, չէ՞ օդանավակայան։ Հա։ Սպասի զանգեմ ճիշտ եմ անում։ Սպասի ես զանգեմ մանանին։ Մեկը մյուսին չի խանգարում, դու մանանին զանգի, ես են արեի։ Չի պատասխանում։ Հա, Դավ։ Մի բան հարցնեմ, հետո կզանգեմ կխոսանք։ Օդանավակայան գնացել ես։ Հա, ասել էի քեզ։ Դրա համար չեմ ասում, ուրիշ բան եմ ասում։ Մանանին տեսել ես։ Օդանավակայանում։ Չէ, չեմ տեսել։ Լավ։ Դե կխոսանք։ Դավ Գրիշենք։ Մի հատ սպասի մանանին գտնենք, հետո կզանգեմ կխոսանք։ Ոյ Դավո, չթողեց ասեմ, որ Լեան ու Գրիշը գնում են իրանց տուն։ Կանչի լքերոջդ Լեո։ Նախ որ մարդկանց տուն են գալիս, բարև են տալիս Գրիշո։ Հետո էլ կարաս հարցնես, թողում եմ ընդհանրապես դու մանանին տենաս թե չէ։ Չես լսում Լեո, ասում եմ քրոջդ կանչի շուտ արա։ Մեկ են աղբորոտ է չմոռանաս, անպայման իրանը կանչի, լտենամ դուք ով դարակ, որ երկու աղբեր կնգաս ստիպում եք գնա ազատվի երեխուց։ Գրիշ, եթե իմանայի սրա համար եք գալիս, չէի բերի հաստատ։ Առհասարակ պետք չէր ստեղ գալ։ Մանանին կանչի ասում եմ, վերջի անգամ եմ ասում Լեո։ Լեո, ինչ է պատահել։ Երևի տանեցիքով ուրախ եք, չէ՞, իմ վիճակի համար։ Ամեն մարդ իր մտածածի չափով է դիմացինի մասին մտածում։ Բացի մանանից սաղդ հելակ, ասում եմ կանչեք։ Բայց քեզ ով ասել է, որ կարաս գաս մեր տուն մի հատ էլ մանանին ուզենաս տենաս։ Ինչ չի ինքը մենակ մանանին այք է տենա Դավո։ Մեր հետ էլ ինչ-որ բաներ ունի բարձելու։ Տղա ջան, մանանը տանը չի, գնա։ Սպասի, լպավ, սպասի հասկանանք ինչ է եղել։ Ինչ հարցեր ունես մեր հետ բարձելու, ապեր։ Այդ չգիտես ինչ եմ ուզում բարձեմ, Դավիթ։ Քո հետ էի խոսում հեռախոսով, քեզ չասի հենց մտա Հայաստան վերջդ վատ ալնելու։ Դուք ով եք արա, որ գնացել եք կանգաս ստիպել եք, որ երեխուց ազատվի, հա? Գրիշ։ Եկել եմ դե տվեք պատասխանը։ Սախելարա։ Բանի տեղ մի դիր, պապի։ Ոտերի հետ հաստատ ուղեղն էլ է վնասել։ Տնես չզսպիր քեզ, կարգավիճակը շեշտեցիր, էլի։ Տղա ջան, իմ երեխեքը այն դասերակցությունը չեն ստացել, որ մարդու վիճակը իրենց երեսով տան։ Եվ հետո իմ երեխեքը պարզապես չէին կարող իրենց քրոջը ստիպել երեխայից հրաժարվել։ Լսի Գրիշ, մենք մանանի հետ հավասար տանջվել ենք երեխուն կորցնելու պահով։ Իսկ դու մեր տուն գալուց առաջ լավ կաներ մի հատ մտներ եկեղեցի, մոմ վառեիր, որովհետև մենք քեզանից չենք պահանջում պատասխան թեխի մեր քրոջ կյանքը փչացրեցիր։ Ինչ ենք լեզու թրջում։ Այս կողմ արի Լեո։ Այս կողմ։ Թող լար ինչ ես անում։ Թող Լեո, ինչ ես անում։ Մարդուն մարդավարի բացատրում ենք, որ մանանը տանը չի հասկանում։ Կարող է երեխային հիմա պետք է դնենք իրան լսենք։ Արա թող ասում եմ, ինչ ես անում։ Լեո, խնդրում եմ, Լեո։ Արա թող դու հիվանդ ես, արա թողը։ խնդրում եմ, ախր վատ առողջ է։ Մենք էլ ենք վատ առողջ, ուղղակի հոգով։ Լեա։ Լեա հետդ եմ։ Հա, Գրիշ։ Մենք ստեղից չենք գնալու այնքան ժամանակ, մինչև տենանք մանանին։